ուղղակի абսուրդ է։ Ոնց կարելի անմեղ մարդուն անիմաստ տեղը դատել։ Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Այս արտահայտության համար գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, ռեպրեսիա եւ արդարադատության բացակայություն։ Թե ինչ կարծիք ունեն այս մասին մեր համաքաղաքացիները, առաջարկում ենք լսել Արմատ մեդիայի հարցախույզում։ Իզուր տեղը իրան կալանավորեցին, ինչի համար գործարար մարդեր ինչ-որ միտեղ օգուտ տալիս էր հայերին, թեկուզ Ռուսաստանում։ Չկնպատվի հարց է, պետք է լուծեն են հարցը։ Նրանց ամեն ազգայինը իրենց համար թշնամական է։ Իրանք հակաազգային ուժեր են։ Այդ մենակ ես չեմ ասում, այդ Սաղաշխարհն է իմանում, որ ինքը լավ բարեգործ է, շատ բարեգործություններ արել թե մեր համար, թե Արցախի համար։ Շատ գործ է արել մեր համար, ես գտնում եմ, որ չպիտի կալանավորեին, չգիտեմ, ուրիշ բան չեմ կարող ասեմ, չպիտի կալանավորեին։ Երկար տարիներ օգնել է Հայաստանի Հանրապետությանը, հայ ազգին, շատ դրական կարծիք ունեմ ես Սամվել Կարապետյանի մասին։ Ոնց կարելի անմեղ մարդուն անիմաստ տեղը դատել։ Ես չեմ հասկանում, ուղղակի абսուրդ է։ Եթե մարդ կալում է իր երկրի համար բարեգործություն անի, ուրեմն ինքը իրոք հայ մարդ է, որ կարելի է գովալ, որ կարելի է հպարտանալ։ Վախենում են, որ կարող է իշխանությունը վերցնեն ձեռքներս, դրա համար տենց արին։ Это незаконно, абсолютно незаконно. Нарушает права человека и таких гордых людей, как он, который столько помощи оказывает Армении и всем Арцаху, незаконно, потому что он его боится, потому что он сильный, и народ пойдет за ним.